Ընկերներից մեկը սպանեցին իրեն, 7-րդ մասում էինք ապրում։ Մի վայրկյանի պատմություն էր եւ մեր սխրագործությունները, մեր հերոսությունները, մենք չգիտենք, որ դրանք հիմարություններ են եւ որ չի կարելի դա անել։ Այդ 16-17 տարեկանի։ Ես առաջին անգամ տեսա, թե ինչպես է իմ ընկերը մահացել։ Բակային վեճի հետևանքով։ Այո, տես մանր մոդել ինչ որ անկապ, աղջկա պատմություն, ընկերոջ պատմություն, հիմար ինչ-որ մի բան։ Եվ սպանել են մեր ընկերոջ։ Ես հասկացա, որ ես սխալ կյանքով եմ ապրում։ Այդ պահից սկսած ես հրաժարվեցի գողական եւ բառապաշարից եւ ամեն ինչից հրաժարվեցի, հասկացա, որ սա կործանման տանող ճանապարհ է։ Ես փոխվեցի։ Այդպիսի դեպքերը նորից ու նորից կրկնվում են։ Յուրաքանչյուր այդպիսի դեպքից հետո այդ միջավայրի մի շարք մարդիկ պիտի փոխվեն, չէ՞։ Ու ստացվում է, որ այս շղթան շարունակվելով այդ դեպքերը պիտի նվազեն, բայց մենք դա չենք տեսնում։ Ագրեսիան ընդհակառակը շատանում է։ Եթե այդ պահին դու չզգացիր այդ կատաստրոֆի ամբողջ ուժը քո ճակատագրի վրա, հետագայում մեծ է հավանականությունը, որ դու կադապտացվես այդ տիպի սիտուացիաներին եւ դրանք կդառնան քեզ շատ սովորական մի բան։ Եվ մարդ սպանելը կդառնա ճանճ սպանելու պես մի բան։ Մենք վարժվում ենք մեր շուրջ տեղ ունեցող վայրագությունների, ադապտացվում ենք դրան։ Կործանման տանող յուրաքանչյուր նոր շրջափուլ դառնում է մեզ համար սովորական կենցաղային դրամա, հետո մելոդրամա, հետո կոմեդիա։ Դա հնարավոր է կանխել միայն նպատակ ունենալու դեպքում։ Եթե մարդը եւ հանրությունը ունի նպատակ, աննպատակ մարդիկ եւ հանրությունները, համայնքները այդպես էլ անդադ զաքարաձև իջնելու են ոլորաններով դեպի անհատակ կործանում